Տարիների սպասումից հետո Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի փոքրիկներն արդեն ունեն իրենց մանկապարտեզը։ Նորակառույց լուսեմսուր մանկապարտեզը ոչ միայն շենք է, այլև հույս փոքրիկների, ծնողների եւ ողջ համայնքի համար։ Մանկապարտեզն ապահովում է հարմարավետ եւ անվտանգ միջավայր ժամանակակից պահանջներին համապատասխան։ Նախատեսված է 55 երեխաների համար, այս պահին ունենք 47 դիմումներ ու դիմումների հոսքը շարունակվում է։ Հաները այստեղ կսովորեն կառավարության եւ ԿԿՄՍ-ի տված ծրագրով կարել, երգել, խոսել, ապրել եւ ամեն ինչը կզարգանան որպես մարդ։ Երեխաները իրենց խոսքում ասեցին, մենք կլինենք այնպիսին, որ դպրոց գնալիս ուսուցիչներին շատ նեղություն չտան։ Եվ ես համոզված եմ, որ մենք կթեթևացնենք դպրոցի ուսուցիչների գործը, պատրաստ աշակերտներ կարելի ասել, այսպես կուղարկենք նրանց, պատրաստ քաղաքացի, պատրաստ մարդ։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, համայնքի բնակիչներ եւ բազմաթիվ հյուրեր։ Նրանց շնորհավորական խոսքերում առանձնացվում էր մի հիմնական միտք՝ մանկապարտեզը ներդրում է գյուղի ապագայի համար։ Սա Ախուրյան համայնքում հերթական 8-րդ մանկապարտեզի բացումն էր, որը եւս կառուցվել է համայնք կառավարություն համագործակցությամբ։ Ծառայելու է Վահրամաբերդ համայնքին, նաեւ հարակից ունենք կապս բնակավայրը, այնտեղից եւս եթե ցանկություն կլինի, մանկապարտեզը եթե բավարարի ազատ տեղեր մնա, սիրով կընտրենք նաեւ կողքի բնակավայրի երեխեքին։ Այն բնակավայրերը, որոնք մեկը մյուսից գտնվում են որոշակի հեռավորության վրա եւ չունեն նախակրթարաններ, հիմնական այդ ծախսը ամբողջությամբ համայնքը տրանսպորտը վերցրել է իր վրա։ Վահրամաբերդում մանկապարտեզ ունենալը նշանակում է, որ Վահրամաբերդի երեխաները եւս կունենան նախակրթական կրթություն եւ ինչու՞ չէ նաեւ բնակավայրի համար լուծվել է նաեւ աշխատատեղեր, շուրջ 18 աշխատագիծ ունենք այս մանկապարտեզում։ Համայնքի փոքրիկներն այսօր իրենց առաջին քայլերն են անում դեպի նոր աշխարհ՝ լի խաղով, ժպիտներով եւ ընկերությամբ, իսկ ծնողների աչքերում հպարտություն ու երախտիկ է այս հնարավորության համար։ Իհարկե սպասված է այս պարտեզը մեր համար, մանկապարտեզը շատ ուրախ ենք, շատ, որովհետև մեր երեխաները կհաճախեն եւ մենք ենք ուրախ եւ երեխաները լավ ժամանակ կանցկացնեն, շատ շնորհակալ ենք բոլորից։ Հիանալի նախաձեռնություններ նախ համայնքի համար, երկրորդ թերքին երեխաների համար, որովհետև շատ լավ զարգացման համար շատ լավ պայմաններ ունենք։ Այստեղ ուտումը պետք է բացկողնամ։ Ընկերներում ես արդեն թե չէ։ Այս ընկերները ինքն է։ Չէ, որ մենք շատ երկար ենք սպասվել, որ սպասվեն այս ընկերները, եկեք ուրախացնենք։ Համայնքի վարչական ղեկավարը վստահ է, նոր մանկապարտեզը ոչ միայն կրթական նշանակություն ունի, այլև մեծ ազդեցություն կունենա համայնքի սոցիալական կյանքի վրա։ Մեր նպատակն է ապահովել այնպիսի մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա հոգատարության, ուշադրության եւ սերը։ Այս նախաձեռնությունը հնարավորություն դարձավ պետական համայնքային ջանքերի եւ ինչպես նաեւ նվիրալների կողմից կատարած գործողությունների շնորհիվ։ Մանկապարտեզի շենքը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով 2 փոլով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 97 միլիոն դրամ, իսկ բակի բարելավման աշխատանքների համար հատկացրել են եւս 17 միլիոն դրամ։ Ֆինանսական ներդրման 70%-ը կատարել է կառավարությունը, իսկ 30%-ը համայնքը։ 400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մանկապարտեզը նախատեսված է 2 խմբի համար։ Կառավարության հատկացված միջոցներով մանկապարտեզը նաեւ կահավորվել է ապահովել գույքով եւ նյութատեխնիկական բազայով։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովանիսյան, այսօր։ Առաջնորդության լավ ինտենսիվ ճամբար դասընթացը Գյումրիում մեկտեղեց Հայաստանի տարբեր համայնքներից շուրջ 30 երիտասարդ առաջնորդների։ 6-օրյա ծրագիրը նպատակ ուներ զարգացնել երիտասարդների առաջնորդական հմտությունները, խթանել նրանց քաղաքական մասնակցությունը եւ ձևավորել առողջ քաղաքական երկխոսության մշակույթ։ Ճամբարի նպատակն է նպաստել երիտասարդների քաղաքացիական ակտիվությանը, քաղաքական ներգրավվածությանը, ինչպես նաեւ իրենց համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը։ Այս տարվա առաջնորդության լաբը կենտրոնացված էր քաղաքական մասնակցության, քաղաքացիական ներգրավվածության եւ հաղորդակցության թեմաների վրա։ Ճամբարի մոդելը իր մեջ ներառել է թիմերի հետ համագործակցության վերաբերյալ թեմաներ, մեդիայի դերը երիտասարդների կյանքում, նաեւ համագործակցությունների ձևավորում, ֆոնդահայթայթում, ռեսուրսների հայթայթում եւ ինչպես կարելի է առհասարակ համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու դասընթացների քաղաքականության
քաղաքականության եւ ընտրական գործընթացների, մեդիայի դերի, երիտասարդական քաղաքականության մասին օրենքի եւ հաղորդակցության հմտությունների թեմաներով։ Նման լաբերի կարևորությունը շատ մեծ է, քանի որ հենց նման լաբերն են, որոնք հիմք են հանդիսանում օրենքի տարածմանը եւ իրազեկմանը, քանի որ շատ երիտասարդներ ուղղակի տեղեկացված չեն։ Ճամբարի ընթացքում անցկացվել են նաեւ բանավեճեր, թիմային աշխատանքներ եւ սիմուլյացիոն խաղեր։ Մասնակիցները խմբերով մշակել են 0 բյուջեով համայնքային նախաձեռնությունների նախագծեր, որոնք առաջիկա 3 ամիսների ընթացքում կյանքի են կոչելու իրենց համայնքներում, նպատակ ունենալով լուծել տեղական խնդիրներ եւ խթանել քաղաքացիական ակտիվությունը։ Օրինակ, իմ համայնքում կա երիտասարդների ներգրավվածության խնդիրը եւ ես հենց այդ խնդիրը վերցրեցի եւ սկսեցի կատարել իմ նախաձեռնությունը, որի համար արդեն բավականին քայլեր արել եմ եւ իմ նման երիտասարդները հենց այդպես էլ անում են ու որ համայնքում ինչ խնդիր կա, մենք փորձում ենք հենց դրանց լուծումը գտնել ամենահարմար եւ շահավետ ձևով։ Իմ նախաձեռնությունը աշխատելու է թվային անգրագիտության հիմնախնդրի հետ, որովհետեւ լիքը մարդիկ չունեն թվային գիտությունների հետ աշխատելու հմտություններ եւ չնայած նրան, որ այդ գիտությունը բավականին արագ է զարգացել, դրա հետ աշխատելու էթիկան եւ դրա հետ աշխատելու հմտությունները դրա հետ համատեղ չեն զարգացել։ Սա հարթակ էր երիտասարդների համար համագործակցելու գաղափարներ փոխանակելու եւ սովորելու տարբեր քաղաքական հայացքներ ունեցող համախոհների հետ։ Մենք երիտասարդներս, ովքեր ընտրվել ենք հենց առաջնորդության լաբ ծրագրի համար, սկսած ֆոնդ հայթայթումից ու ամեն ինչով շարունակված, մեզ համար ոչ միայն մեր ծրագրերում, այլ նաև հենց մեր կյանքում, մեր ապագա ինչ-որ ծրագիր իրագործելու հետ կապված կօգնի իրագործել։ Նշենք, որ ծրագիրն իրականացվել է երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման նախաձեռնության շրջանակում այն ֆինանսավորվել է Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից World Vision Հայաստանի մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ ստեղծած առաջին ընդհանուր արժեքն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Այս կետից պետք է անդրադառնամ հետեւյալ հարցին։ Այնուամենայնիվ, որոնք են մարտահրավերները։ Օրբելի ֆորում 2025-ի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որ հաջողությունների պատմությունը սկսեց 2024 թվականին, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը սկսեցին սահմանազատման գործընթաց Տավուշի մարզում։ Այդ գործընթացը շատ բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք տվեց Հայաստանի Հանրապետությունում, բայց ես ուզում եմ միանգամից ասել, որ ինչքան էլ այդ ընթացքում առանձնապես հեշտ չէր մեր հանրությանը պարզաբանել ինչ է տեղի ունենում եւ ինչու, այսօր տեղի ունեցածը մեզ համար հաջողության պատմություն է։ Պիտի ուղղ ասեմ, իմ հանձնարարությամբ մեր պետական մարմինները կազմակերպում են, ես անձամբ էլ մասնակցում եմ, կազմակերպում են տարբեր այցելություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, երբեմն կուսակցական գործիչների, երբեմն Սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ, սահմանազատված գիրանց եւ հարակից հատվածներ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղության օրակարգ ասելով։ Եվ պիտի ուղիղ եւ անկեղծ ասեմ, հետագայում մենք նաեւ որոշակի մոնիտորինգ ենք անում մարդկանց տպավորությունների եւ արձագանքի վերաբերյալ։ Ես առայժմ չունեմ որևէ թեկուզ եզակի բացասական արձագանք այն ամենից, ինչ մենք տեղում ցույց ենք տալիս, եւ սա շատ կարեւոր հաջողության պատմություն է, որը ունեցավ շարունակություն։ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների, ես ամբողջական անունները մեծ չբերեմ, շատ երկար են անունները, սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը եւ դրանք երկու երկրներում անցան վավերացման ընթացակարգեր։ Սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը ունի դե յուրե իրավական ուժ երկու երկրներում։ Այնտեղ ամենակարևոր արձանագրումներից մեկը այն էր, որ երկու երկրների միջև սահմանազատման համար
բազային սկզբունք է հանդիսանալու Ալմաթեի հռչակագիրը եւ սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունակարային մի կետ է, շրջադարձային մի կետ, որով երկու երկրները ըստ էության արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմաթի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային սոցիալիստական ադրբեջանական հանրապետության տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ։ Եվ այս փաստը արդեն արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում, որը արդեն հանրահայտ փաստ է։ Իհարկե մեր այս ճանապարհին հաջողության մեծագույն պատմությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր եւ նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը եւ այդպիսով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Սա կարևոր եւ առանցքային արձանագրումն է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Եվ այս կետից պետք է անդրադառնալ նաև հետևյալ հարցին, իսկ այնուամենայնիվ որոնք են մարտահրավերները։ Մարտահրավերներից մեծագույնը եւ հիմնարարը այն է, որ քիչ առաջ իմ արտաբերած նախադասությունը տարօրինակ օտարոտի եւ անծանոթ է հնչում Հայաստանի Հանրապետության խաղաղություն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև։ Իսկ ինչ է դա նշանակում։ Մենք այս խնդրի հետ առնչվելուց առաջ պիտի արձանագրենք, որ խաղաղությունը անծանոթ հասկացություն եւ միջավայր է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար։ Մեր անկախության առաջին օրից, մեր անկախությունների առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, մենք խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Ընդհակառակը, նույնիսկ մեր անկախությանը նախորդող շրջանում եւ նախընթաց շրջանում մեր հարաբերությունների առանցքային գործոնը եւ բնորոշիչը եղել է կոնֆլիկտը։ Եվ ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ կոնֆլիկտից ըստ էության բխած էներգետիկայի շնորհիվ եւ մենք ամենևին չպետքա թերագնահատենք այս փաստը։ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվել է Վրաստանում։ Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ գեներալ-մայոր Շալվար Շենգելյայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, փորձի փոխանակման եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։ Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը նաև ներկա է եղել Վրաստանի ռազմական ոստիկանության անձնակազմի վարժանքներին, որոնց ընթացքում ցուցադրվել են արագ արձագանքման, շրջափակման եւ անձի պաշտպանության գործողությունների տարբեր տարրեր։ Սրտի ռիթմի խանգարումները տարածված խնդիր են, դրանց բուժման կլինիկական փորձն ու նորարարությունները ներկայացվում են էլեկտրոֆիզիոլոգիայի ինովացիաների կոնֆերանսում։ Հաճախ հանդիպողներից նախասրտերի շողացող առիթմիան կամ նախասրտերի ֆիբրիլյացիան է։ Սրտի ռիթմի խանգարումները շատ լուրջ եւ ծանր բեռ են ներկայացնում մեր հասարակության համար։ Կարելի ասել սիրտանոթային հիվանդությունների մեջ մի կարևոր առույցի բաժին են վերցնում եւ խլում են կյանքեր, բազմաթիվ կյանքեր երիտասարդ, այլապես առողջ մարդկանց, ինչպես նաեւ տնտեսական իմաստով նույնպես լուրջ բեռ են ներկայացնում, քանի որ բերում են զգալի հաշմանդամության։
Մեր միջոցառման նպատակն է համախմբել բոլոր ուժերը, արկա թե մեր երկրում, թե մեր միջազգային գործընկերների միջոցով, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ կերպով պայքարել ռիթմի խանգարումների դեմ։ Կոնֆերանսին մասնակցում են մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայելից, Նիդերլանդներից, Ռուսաստանից ու Վրաստանից։ Իրենց զեկույցներում ներկայացնում են սրտի ռիթմի տարբեր խանգարումներն ու դրանց վարման մեթոդները։ Առաջ անգամ է նման ֆորմատով անցկացվում, էլեկտրոֆիզիոլոգիայի հատուկ շեշտադրումով նման միջոցառում Երևանում եւ առաջինն է այս տարի եւ հուսով ենք որ ամեն տարի կկրկնվի եւ ես ինքս ներկայացնում եմ մի քիչ ավելի մոդեռն թեմա, որը որ կապված է արհեստական բանականության հետ եւ դրա դերը էլեկտրոֆիզիոլոգիայում ռիթմերի, սրտի ռիթմերի, EKG-ի դիագնոստիկ մեթոդների հետ կապված Արդյոք արհեստական բանականությունը ի վիճակի է վերլուծել EKG-ն եւ ճշգրիտ պատասխաններ տալ։ Դեռևս ոչ, բայց կան գործիքներ, որոնք կարող են հասկանալ ու բացատրել EKG-ի որոշ տվյալներ, նշում է բժիշկը։ Սա կրթական ներուժով լի հանդիպում է, ուրախ եմ, որ առիթ ունեմ մասնակցելու եւ խոսելու փորոքային տախիկարդիաների, սրտային աբլացիաների մասին։ Հայ գործընկերների հետ մեր գործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Փորձի փոխանակումը մեր մասնագիտության մեջ անչափ կարեւոր է։ Բժիշկները հիշեցնում են, աշխարհում 4 հոգուց մեկը իր կյանքի ընթացքում կարող է ունենալ շողացող արիթմիա, լուրջ հետևանքներով սրտային անբավարարություն, ինսուլտ, հաշմանդամություն։ Համաժողովի ավարտին մասնագետներին կտրվի 7 շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ։ Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ կատաղի մարտեր են Կիևից հայտնել են, որ ուկրաինական ուժերն առաջ խաղացում ունեն, հաջողվել է լրացուցիչ ուժեր ներգրավել ռուսական զորքերի դեմ շարունակվող գործողություններում։ Մինչ այդ Մոսկվայից նշել են, որ Պոկրովսկի մեծ մասն անցել է ռուսական վերահսկողության տակ։ Ըստ ուկրաինական կողմի ռուսական զորքերը հարվածել են նաև Դնեպրոպետրովսկի շրջանին, կա առնվազն 1 զոհ եւ 8 վիրավոր, այդ թվում երեխաներ։ Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, զոհեր կան Լվովի շրջանում։ Ռուսաստանի ՊՆՆ-ն հայտնում է գիշերը ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, թիրախում են եղել Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Բելգորոդի, Վոլգոգրադի եւ այլ մարզեր, ինչպես նաեւ Բաշկորտոստանի Հանրապետությունը։ Տեղեկություններ կան, որ նավթային օբյեկտներ են վնասվել։ Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտվել է, ուստի Գերմանիայում ապաստան ստացած սիրիացի փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք, հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Այժմ ապաստան տրամադրելու հիմքեր այլևս չկան, ուստի կարող ենք սկսել արտաքսումները, հավելել է Ֆրիդրիխ Մերցը։ Պաշտոնյան հույս է հայտնել, որ սիրիացիների մեծ մասը կամավոր կվերադառնա Սիրիա եւ կնպաստի երկրի վերականգնմանը։ Նա հավելել է, որ Բեռլինը եւս դերակատարում կունենա այդ հարցում։ Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ Մերցի հայտարարությունները հակասում են Գերմանիայի արտգործնախարարի խոսքերին, որը հոկտեմբերի վերջին Դամասկոս կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիայում բնակվող սիրիացի փախստականները հավանաբար մոտ ապագայում չեն վերադառնա ավերված Սիրիա։ Այնուհանդերձ ըստ լրատվականների Գերմանիայի կանցլերը հրավիրել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարային Բեռլին քննարկելու տարբեր հանցագործություններ կատարելու համար մեղադրվող սիրիացիների հարցը, որոնց Գերմանիայի իշխանությունը մտադիր է արտաքսել հանրապետության տարածքից։ Պաշտոնական տվյալով օգոստոսի վերջի դրությամբ Գերմանիայում գտնվել է ավելի քան 950,000 սիրիացի։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկրում զանգվածային ցույցերի ֆոնին պատրաստ են խորհրդարանի արտահերտ ընտրություն անցկացնել, քանի որ հարգում են ցուցարարների պահանջները։ Հազարավոր քաղաքացիներ անցած տարվանից պահանջել են հետաքննել Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկաթուղային կայարանի ծածկի փլուզման հետևանքով 15 մարդ էր զոհվել։ Ցուցարարները ընդդիմադիր կուսակցությունները ողբերգության համար մեղադրում են Ալեքսանդր Վուչիչին, նշելով, որ նրա թիմն ի վիճակի չէ կառավարել երկիրը եւ պայքարել կոռուպցիայի դեմ։ Ակցիայի մասնակիցները պահանջել են նախագահի հրաժարականը։ Այնուհանդերձ Վուչիչն ընտրության հստակ ամսաթիվ չի նշել։ Նոյեմբերի 1-ի տվյալով Նովի Սադ քաղաքում կայարանի ողբերգության տարելիցին նվիրված միջոցառմանը ներկայ է եղել շուրջ 39,000 մարդ։ Հաղորդվում է, որ Սերբիայի նախագահի հակառակորդների եւ կողմնակիցների միջև բախումներ են եղել։ Չինաստանի նախագահը Պեկինում ընդունել է Ռուսաստանի վարչապետին, ըստ պաշտոնական հաղորդագրության Սի Ցինփինը եւ Միխայիլ Միշուստինը քննարկել են երկկողմ հարաբերությունները, գոհունակություն հայտնել, որ դրանք զարգանում եւ ընդլայնվում են չնայած արտաքին աշխարհի անկայունությանը։ Նշվում է, որ պաշտոնյաներն ընդգծել են համաշխարհային խաղաղությանը նպաստելու կարեւորությունը։ Անդրադարձ է եղել առաջիկա համատեղ նախագծերին, շփումների խորացմանն էներգետիկայի, հաղորդակցությունների, գյուղատնտեսության, արհեստական բանականության, ավիացիայի, տիեզերքի եւ այլ ոլորտներում։
Միշուստինը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը եւ Չինաստանը պետք է շարունակեն բարենպաստ պայմաններ ստեղծել փոխադարձ ներդրումներ ներգրավելու համար։ Հանդիպման ավարտին Մոսկվայի եւ Պեկինի միջև տարբեր բնագավառներում գործակցության զարգացման 15 փաստաթուղթ է ստորագրվել։ Հագնում ես բախիլները, ախտահանում ոտքերդ, նոր միայն մտնում ավստրալական այծերի բնակատեղի, որին գոմ դժվարությամբ կանվանես։ Այծերը հետնաբակում են, վայելում են աշնան արևը, այծատերերն էլ կարգի են բերում նրանց սրահները։ Մինչ այծերը կհասնեին Հայաստան, այստեղ մեծ աշխատանք է կատարվել։ Ավստրալացի կճղակավորները շատ զգայուն են, նաև մաքրասեր։ Հոտ չկա, հոտ ընդհանրապես չի կարող լինել հենց այս պահելու իր մաքրությունից, նայեք օդափոխման համակարգը կա, տակը իրանց փռածա ծղոտը ըստ իրանց քանակի անհրաժեշտության, նայած 1 կամ 2 հակ ամեն փոխելուց։ Ու ծղոտը փոխվում է ամենակիչը 2 օրը 1 անպայման, ընդհանուր իրանց տարածքներին, ասենք տարբերություն չկա իրանք որտեղ են այդ պահին, ընդհանուր փոխումա, որ նույնիսկ այն կողմից իր բերած հոտը չազդի, ընդհանուր գոմի հոտի վրա։ Ջրամանները այս կարգի ավտոմատացված կերպով իրանք անընդհատ ստերիլ, կարելի ասել մաքուր ջուր են խմում, ֆիլտրը դրված է ընդհանուր համակարգի վրա։ Կերամանները մաքրվում է ամեն օր կերը տալուց առաջ օճառաջրով։ Տեղականի համեմատ ալպիական այծերը քիչ շարժուն են, մեծ ցատկեր չեն անում, չեն ուտում նաև բակում աճող խոտը։ Վարսակը նախընտրում են ցորենից, շատ սիրել են Սիսիանի գարին, մի քիչ էլ մրսկանեն։ Բոլորն ունեն անձնագրեր, որոնցում նշված է 3 սերունդ։ Հունիսին ագարակ գյուղ հասած այծերից մեկն արդեն ծնել է։ Ալպիականները սովորաբար միանգամից 2 կամ 3 ձագ են ունենում։ Ուլիկները հեշտությամբ են հարմարվել տեղանքին։ Ամեն դեպքում ձագուկները ծնվելը մեզ համար ավելի շատ օգտակար եղավ փորձ ձեռք բերելու հարցում, որովհետև իրանք մնացած հեսապետի ծնեն հունվարի 20-ից 30 ժամանակաշրջանում, կարելի ասել իրանց վրա մենք փորձ ենք ձեռք բերում հետագային, որ իմանանք մնացածին ոնց ենք կազմակերպելու։ Սյունիքի սահմանամերձ գյուղերում սա երկրորդ այսպիսի ֆերման է։ Առաջինը հիմնվել է Ուժանիսում։ Ալպիական այծերի գնմանը 50%-ով աջակցում է էկոնոմիկայի նախարարությունը։ Այծաբուծության ու ոչխարաբուծության ծրագիրը գործելու է մինչև 2028 թվականը։ Գևորգ Հովհաննիսյանը զգուշացնում է, պետք է ունենալ նաև ազատ ֆինանսական միջոցներ։ Ֆինանսական ներդրումներ բնականաբար նշեցի կար բանից պետության կողմից սուբսիդավորումը, բայց ճիշտն ասած համարյա ամեն օր մենք ինքներս այդ ֆինանսական ներդրումը անում ենք, որտեղ իրանց պահել, իրանց խնամքը մի քիչ ավելի տարբերվում է տեղական այծերի խնամքից, իրանք իրականում թանկարժեք են, մի քիչ էլ իրանց տեղափոխման այդ լոգիստիկ ծախսերն է իրանց այդ Հայաստան գալ հասցնել թանկացնում, բայց այդ ամեն ինչով հանդերձ իրանց պահելն է շատ դժվար, որովհետև իրանք շատ զգայուն են ամեն ինչի հանդեպ եւ հիվանդություն եւ եղանակ։ Բիզնես տեսանկյունից այծաբուծությունը շահավետ է։ 1 տարվա ընթացքում այս կենդանին 2 անգամ է ծնում, բայց պետք է ուշադիր լինել, ծնվելու պահից սկսած պահանջում են գերխնամք։ Սկզբում անհրաժեշտ է եղջյուրների աճը կանխել, մի քանի օրը մեկ կտրել եղունգները, հստակ հետևել կերակրացանկին։ Առավելությունից առաջին հենց իրանց կաթի որակն է, կաթնատվությունն է։ Իրանք յուրաքանչյուր այծ ծնելուց հետո 3-ից 4 լիտր կաթ օրեկան տալիս է, բայց նաև բացի այդ իրանց տված 3-4 լիտր կաթ ունի են առավելությունը, որ ավելի շատ իր մեջ բաղադրությունները մայրական կաթին են նմանեցնում։ Սպիտակոսները շատ են, այսպես ասած, ավելի օգտակար է իրանց կաթը սովորական մնացած, ասենք, ցեղատեսակների տված կաթից։ Ագարակում տեղակայված այս ֆերման լայն հնարավորություններ ունի։ Գևորգ Հովհաննիսյանն ափսոսում է պարապուրտի մատնված բազմաթիվ գոմերն ու արտադրամասերը։ Ասում է, եթե պետական աջակցության նմանատիպ այլ ծրագրերից օգտվելու հնարավորություն լինի, որոշ ժամանակ անց այստեղ կարող է լինել նաև ցեղական կովեր, կաթի ու պանրի արտադրամաս։ Սևան Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության հերթական ծրագիրը կյանքի կոչվեց։ Սևան համայնքի Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում նոյեմբերի 3-ին շահագործման հանձնվեց հիմնանորոգված եւ կահավորված բուժկետի տարածքը, որի բացման արարողությանը մասնակցում էին Բժշկական օգնություն եւ զարգացում ասոցիացիայի Սևան Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահության ոլորտի օպերատոր վարչական հարցերով պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեն, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։
Շնորհավորում եմ բոլորին մարզադպրոցի բուժկետի վերանորոգման եւ արդեն շահագործման առիթով։ Ուրախ եմ ներկա գտնվել Սևան Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Սևանի մարզադպրոցի բուժկետի բացմանը։ Մարզադպրոց այցելող 400-ից ավել սաներն այստեղ կունենան նաեւ կահավորված բուժկետ։ Բժշկական օգնություն եւ զարգացում ասոցիացիան համարվում է առողջապահական ոլորտի օպերատորը։ Բացի մարզադպրոցից, այս տարի մենք աշխատանքներ ենք կատարել Գագարինի բուժկետում, որտեղ վերանորոգել ենք սրահներից մեկի հատակը։ Աշխատանքներ ունենք իրականացնելու նաև Ծաղկունքի բուժկետում։ Շնորհակալություն Սևան համայնքին, իդեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, Գրենոբլի քաղաքապետարանին, շինարարին, արդյունավետ համագործակցության եւ ծրագրերին օժանդակելու համար։ Մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանի խոսքով բուժկետն այսուհետ կսպասարկի մարզադպրոց այցելող պատանիներին ու աղջիկներին, այն վաղուց կարիք ուներ հիմնովին վերանորոգման եւ կահավորման։ Այս բուժկետի բացումը մեր մարզադպրոցում շատ կարևոր էր, քանի որ գիտեք մոտավորապես 400-450 մարզիկ մարզվում են մարզադպրոցում եւ հաճախակի վնասվածքներ լինում, իսկ այդ վնասվածքները անմիջապես առաջի բուժօգնություն ցույց տալու համար հարկավոր էր այս բուժկետը կահավորված է իր բոլոր սարքավորումներով եւ արդեն կարող ենք լիարժեք ասենք, որ մեր մարզիկները արդեն ապահով ձեռքերում են։ Սևան Գրենոբլ համագործակցության արդյունքում ձեռք են բերվել համայնքում ոլորտային խնդիրների լուծման պայմանավորվածություններ պայմանագրի տեսքով, որոնք ֆրանսիական կողմին ավելի վաղ ներկայացրել էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ Մարզադպրոցի նոր բուժկետի բացումը հանդիսանում է այդ համաձայնագրի մի մասը։ Սևան Գրենոբլ համագործակցությունը 21-ամյա ճանապարհ է անցել։ Երկու քաղաքների համագործակցությանը միտված ծրագրերն ի սկզբանե ունեցել են կոնկրետ նպատակներ՝ աջակցել տնտեսության զարգացմանը, արժևորելով տեղական ռեսուրսները, մասնավորապես զբոսաշրջությունը, նպաստել հասարակական մշակութային կյանքի զարգացմանը, խթանելով արտաքին աշխարհի նկատմամբ բաց լինելը, բարելավել տեղական հանրային ծառայությունները, առողջապահությունը, հայ իրականության մեջ ներմուծել ֆրանկոֆոն մշակութային արժեքները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում գրանցել էական հաջողություններ։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ կոտրել են Մայրաքաղաքի Բագրատունյանց փողոցում գտնվող Սքո սրահի ապակիներն ու մուտք գործել։ Մեկնել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել են օտարերկրյա երկու քաղաքացիներ։ Հոկտեմբերի 29-ին ժամը 16:30-ին նրանք հայտնաբերվել են Մայրաքաղաքի Ջանիբեկյան փողոցում եւ մեկի վարած Nissan Magnitshy ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել բաժին։ 31-ամյա օտարերկրացին խոստովանել է, որ ինքն է կոտրել ապակին ու մտել Սքո սրահ, սակայն ոչինչ չգողանալով դուրս է եկել եւ հեռացել 29-ամյա համերկրացու կողմից շահագործվող ավտոմեքենայով։ Օտարերկրյա քաղաքացիներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Հոկտեմբերի 31-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած ուժեղացված հսկողության ընթացքում հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի 9 փաթեթ, կաթուցիչ եւ դանակ, բացահայտվել է գողության 1 դեպք։ Միաժամանակ հայտնաբերվել է նաեւ ապօրինի պահվող 3 ատրճանակ։ Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ։